Ողջույն սիրելիներս, ինչպես եք? Հուսով եմ, որ լավ եք ու ցանկանում եմ, որ միշտ եւ միշտ լավ լինեք։ Դե ինչ ինձ թվում է մի փոքրիկ կարոտել եք այս տնական հանգիստ վլոգները, մի փոքրիկ եկել եմ զրուցեմ ձեզ հետ, մի փոքրիկ մի քանի հոգուն բացատրեմ իրենց տեղը եւ իհարկե ընդհանուր խոսենք եւ քննարկենք, ինչ եմ ասում խոսենք, որովհետեւ իմ վլոգներից հետո դուք կոմենտարիաներում իհարկե գրում եք ձեր կարծիքը, այն ինչ որ դուք եք մտածում եւ ինչ որ կոնկրետ թեմա են քննարկում, ինչու ոչ, դրա համար ինձ թվում է, որ դա մեզ մոտ զրույց է ստացվում։ Ասեմ իրականում հիմա դուխովկայում պատրաստվում է ձուկ լավաշի մեջ կտրատած, դա ռուսական ալիքի համար որոշեցի ի վերջո վերադառնամ եւ մի փոքրիկ ռեցեպտ նկարեմ, իրականում արդեն 3 ամսից ավել է երևի թե ես այդ ալիքում չկայի, նույնիսկ կարելի ասել կոմենտարիաներին չէի կարողանում պատասխանել, բայց ասեցի Սերինե ջան, ամոթնել ա լավ բան, դու համարյա 30,000 դիտորդ ունես ու այդ 30,000-ը քեզ բաժանորդագրվել է ինչի, որ դու ինչ-որ մի հետաքրքիր բաղադրատոմսով կիսվես, ոչ թե ուղղակի հավաքես այսպես ժողովրդին ու ոչինչ չտաս, հա, փոխարեն։ Մի խոսքով ձուկիկն եմ պատրաստում հիմա ալիքի համար, դրա համար այստեղ սենց լվացած ամանների խառնաշփոթ է, արանքում քանի դեռ պատրաստ չի, ասեցի մի քիչ ձեզ հետ զրուցեմ։ Հիշում եք, որ գնացել էինք այգի շրջելու եւ այնտեղ քրեպ էինք ուզում ուտեինք, չկերանք, որոշեցինք գանք տունը պատրաստենք ուտենք, ապա այո, մենք պատրաստել ենք, այսինքն ես եմ պատրաստել, վերջի երևի 2 հատիկը մենակ Էլենին եմ թողել, որովհետեւ սուրճ էի պատրաստել, որ խմեինք ամուսնուս հետ, ասի Էլեն չո, անց հետ 2 հատն էլ դու արա, ես գնացի սուրճս խմեմ սառում է, այսա մի քիչ մնացել է, շատ համեղ, շատ սենց անուշ բլինչիկի լիստեր են, քաղցր, բաղադրատոմսը, եթե կուզեք կարող եմ կիսվել, նույնը չի ինչ որ աղին ենք պատրաստում, այդպես ասել։ Դե ինչի ուզում ուրիշ ձեզ հետ քննարկել սիրելիներս, մեկ վայրկյան նստեմ ու անցնենք առաջ։ Եկեք նստեմ խոհանոցում, ինչու, որովհետև որ ձուկիկը պատրաստվում է, այնպես չստացվի, որ ես ձեզ հետ խոսքով ընկնեմ ու այնտեղ ձուկը վառվի ու նորից ես չունենամ բաղադրատոմսի ալիքի համար։ Համեմունքները նույնիսկ թողել եմ սեղանին, հələ դեռ չեմ հավաքել, բայց դա կարևոր չի, կարևորը մեր զրույցն է, հա, իրար հետ։ Ուրեմն շատ լավ ժամանակ անցկացրեցինք իրականում, շատ հավես էր, ժամը 3-ին հասել ենք տեղ, ժամը 7-ն անցել, նոր տուն ենք եկել, այդքան երկար մենք քայլել ենք այդ այգում ու ես մեծ բավականություն ստացա նախ առաջինը, որ երեխեքի հետ ժամանակ անցկացրեցի, երկրորդը, որ շատ գեղեցիկ երաժշտություններ, ես շատ եմ սիրում դաշնամուր ու միշտ իրականում երազել եմ նվագել, սովորել դաշնամուր, բայց ցավոք սրտի չի ստացվել։ Ինչ-ինչ պատճառներով, դա արդեն այն որ ասում անցյալում է եւ ինչու եմ որոշել ձեզ հետ մի քիչ զրուցեմ։ Գիտեմ, որ չեք սիրում, երբ որ անդրադառնում եմ անտակտ մարդկանց, բայց միգուցե ինչ որ մի քանիսն էլ իրանց ներսում այդ կարծիք ունենան, դրա համար ասեցի անդրադառնամ։ Նախ առաջինը գրել եք, որ ինչու ձեր աղջիկներին ցույց չեք տալիս։ Հիմա չեմ ուզում մտնեմ մանգամ, տեսնեմ ով է գրել, անունը ասեմ, ինձ թվում է անունը այդքան էլ կարևոր չի, գրողը գիտի ինչ է գրել։ Հա, նախ եւ առաջ ուզում եմ ասեմ, որ դուք չպիտի ինձ ասեք ես ում ցույց տամ իմ վլոգներում, ում ցույց չտամ։ Երկրորդը, իրանք հասուն անձնավորություններ են ու չեն սիրում գտնվել ներկա լինել ոչ վլոգներում, ոչ սոցիալական ցանցերում։ Իրանք երկուսն էլ չունեն սոցիալական ցանցեր ու այո, կան այդպիսի երեխաներ այս դարում, որոնք չունեն սոցցանցեր, որոնք չեն սիրում հեռախոսը ձեռքին ամբողջ օրը մանգալ ու մտնել մեջը, երեխա կա, որը երեխա ասելով որ նա 20 տարեկան է արդեն երեխա էլ չի, դա մեծ աղջիկս նա գերադասում է ժամանակ անցկացնել թե գիրք կարդալով, թե իր դասերը ինստիտուտի սովորելով, թե ընկերների հետ դուրս գալ, վայելել ժամանցը եւ այդպես։ Իսկ ինչու չեմ նկարում, դա իր ցանկությունն է, ինքը չի սիրում, չնայած որ շատ մեծ հաճույքով նայում է վլոգներս, իրեն դուր է գալիս, կարդում եմ կոմենտարիաները, ասում է մամա ինչ լավն են բոլորը։ Ինքը մասնակցում է, բայց կադրից այն կողմ, նույնիսկ լինում է որ տանը նկարում եմ, երբ որ ուզում է գա իմ կողմ, նայում է դեմքից, ես անջատում եմ կամերան, նոր ինքը անցնում է, այն ինչ որ պետք է անի ու գնում է, չի սիրում։ Այդ մարդը չի սիրում ու ես չեմ պատրաստվում երեխային ստիպել նկարվել
անել այն ինչ որ ես եմ անում, հա, դա իմ հոբին է, միգուցե նույնիսկ կդառնա իմ աշխատանքը, հա, ոչ մշտական, բայց դա իմն է։ Մենք ասենք, որ գնում ենք օրինակի համար աշխատանքի, մեր երեխաներին չենք ստիպում, չէ՞, որ մեզ հետ կան աշխատանքի, կամ օրինակի համար մենք նստած ֆիլմ ենք նայում, որը մեզ է հետաքրքիր, մենք չենք ստիպում մեր երեխան գա ու մասնակցի մեզ հետ այդ ֆիլմը դիտի։ Նույնը սա է, դա իմն է, ով որ ցանկանում է, մասնակցում է, լինի դա ընկեր, լինի դա բարեկամ, ընկերուհի, թե հարազատ, այն որ ասում է, ով որ ցանկանում է, իհարկե մեծ հաճույքով ես նկարում եմ, իսկ քանի որ իմ տղան ու իր ընկերուհին, իմ ապագա հարսիկը դեմ չեն, եւ իհարկե կարդում են կոմենտարիաները եւ հասկանում են, որ լավ բարի կոմենտարիաներ են գրում իրանց հասցեին, դրա համար իրանք դեմ չեն, մասնակցում են, եւ նույնպես ամուսինս միշտ չէ, որովհետեւ աշխատանքից գալիս է հոգնած է լինում, հիմնականում ստացվում է այնպես, ոնց որ այս վերջի վլոգներում ես եմ եւ Սամս ու իր Էլենչոն։ Բայց դա ամեն դեպքում ինձ թվում է, որ մեզ սիրողը մեզ նայող է։ Նայում է, չսիրողն էլ ինչ էլ անես չի սիրի, հա։ Չնայած չենք էլ ստիպում սիրեք։ Այսօր մի հատ կոմենտարիա ստացա, ճիշտ ասած կուզենայի կարդայի, եթե կգտնեմ իհարկե, իմիջիայլոց կարդացի Սամվելիկի ու Էլենչոյի համար, ասեցի երեխեք եկեք մի հատ կոմենտարիա կարդամ, լսեք, ձեր մասին ա գրված, լարված նայեցին, ասեցի չէ, լավ բան են գրել, հա, ասում եմ, դե որ լավ բան են գրել, բան, տիպը կարդա, հեսա մեկ վարքյան գտնեմ, ես հեռախոսս կիզարյատկա էլ չունի, սա իրականում չեմ օգտագործում, մեկ վարքյան, հետաքրքիր է չեմ գտնում, բայց պետք է գտնեմ, հա, հեսա, անուններ նույնիսկ ասեմ, միգուցե իր գրածից ամաչի, Անահիտ Արությունյանն ա գրել, նայեք, ուրեմն երեխեքը դեմս կանգնած եմ, կարդում եմ, ասում եմ երեխեք նայեք ձեր մասին, լավ բան են գրել է։ Շատ լավն են ձեր ջահելները, նամանավանդ հարսնացում, այո, իմ հարսիկը ամենալավն է։ Կարդում եմ ու Էլենին ասում եմ, Էլեն, էսի քեզ են գրել, նամանավանդ հարսն, ինքը հայերեն մի քիչ լավ չի հասկանում, դա վար սենց բացատրելով եմ ասում։ Ինձ թվում է ու հետո սկսվում է նայեք ինչ։ Ինձ թվում է խանդ կա ձեր մեջ, ամուսնությունից հետո պետք է նրանք առանձին ապրեն։ Դե իմ տղան սենց նայեց վրես ու իհարկե ֆրանսերենով արձագանքեց, ասելով թե ինչ անորմալ մարդ ասես կա այս երկրի երեսին։ Նախ, դուք ոնց կարաք ձեր երեխուն խանդեք, ժողովուրդ, ինչ է նշանակում խանդել իմ երեխային։ Ասենք, որտեղ դուք տեսակ այդ իմ շփման մեջ խանդ, որ ես խանդում եմ իրանց։ Ասենք մի հատ լոգիկա միացրեք ու հասկացեք նախ եւ առաջ։ Նստում ես ավտոյի հետևը, ասում են հարսը պետք է նստի հետևը, ինչի եք դուք նստել հետևը։ Երեխեքի հետ դուրս ես գալի, լավ ժամանակ ես անցկացնում, դուրս է գալի, որ ձեր մեջ խանդ կա, ու դուք պետք է թողեք, որ իրանք ամուսնանալուց հետո առանձին ապրեն։ Չէ, ով ասել որ իրանք առանձին են ապրելու։ Ոնց տղաս ասեց, մինիմում մինչև 25 տարեկան մամա մենք քո հետ ենք ապրում։ Ժողովուրդ, ես չեմ հասկանալ երբեք, որ ծնողը կարա խանդի իր երեխայի երջանկության։ Ես հաճույք ու բավականություն եմ ստանում իրանց այդ միավորությունից, իրանց այդ զույգ լինելուց, իրանց սենց երեխայական եւ համով լինելուց, իրանք շատ լավն են ու իմն են ու ինչի համար շատ ուրախ եմ, որ ես ունեմ այդպիսի տղա եւ այդպիսի ապագա հարսիկ։ Իրանից լավը ես հաստատ չէի ունենա 100%։ Իրոք անկեղծ եմ ասում, այնպես որ կամերայի դեմը նստել եմ, ստե թատրոն եմ խաղում, չէ։ Մենք շատ վաղ իրար հետ սենց որսմա թիկունքի ենք տարի ու որ բան ալնում Սամոյին ճնշում ենք կամ ասենք ինչ որ բան ալնում ասում ենք հա Էլեն Սամոնա ճիշտ է ես ասում եմ չէ դու ես ճիշտ ոնց որ մեր մեջ շատ հետաքրքիր ընկերական կապ կա ես որպես ծնող ես իմ երեխեքի հետ ծնողի պես չեմ ես իմ երեխեքի հետ ընկերուհու պես եմ դրա համար մեր մեջ չկա այդ լարված լինելը որ ես իմ ասենք օրինակի համար ընկերոջ մաման է պետք է զգուշ խոսամ ես ինչ անեմ անպայման սենց նստեմ սենց կանգնեմ չկա մեր մեջ էդի ու ինչ է ուզում ասել եթե դուք մտածում եք որ մենք այգի ենք գնացել ես իրանց հետ եմ գնացել եւ դրանով է ձեր կարծիքը որ ես խանդում եմ ու ես իրանց հետ եմ գնացել ապա ասեմ որ ես եմ առաջարկել որ գնանք այգի
ասացի կգաք իրար հետ միասին գնանք այգի, համել վլոգ կնկարենք եւ իրանք մեծ հաճույքով համաձայնեցին եկան։ Իսկ թվում է եթե մաման իրանց ճնշեր ու իրանց վատ վերաբերվեր, իրանք ասեին չէ, մամ ուրիշ գործեր ունենք, պետքա գնանք։ Հա։ Իսկ ամուսնանալուց հետո ես հիմա էլ եմ իրանց ասում, պատրաստվեք, որ դուք առանձին եք ապրելու։ Մենք ոչ ես, ոչ էլ ամուսինս, մենք չենք ուզում, որ մեզ հետ ապրեն մեր երեխաները ամուսնանալուց հետո։ Իհարկե, եթե դրա կարիքը կլինի ժամանակավոր, եթե մինչև իրանք տունը, տեղը ստեղծեն, իհարկե, դա նորմալ է, բայց ես չեմ պատրաստվում իմ երեխաներին կապեմ իմ կողքը ու թույլ չտամ։ Հա, իրանք իրանցը, որովհետև ես ինքս այդ կարծիքին եմ, որ ամուսնական զույգը պետք է առանձին ապրի, որ դառնա ինքնուրույն։ Այո, ծնողը ծնողն է, բայց իր տեղը ունի ծնողը։ Պետք չի ծնողը անդադ կպած իր երեխաներին ման գա, երբ քեզ մի քիչ հեռու ես պահում քո երեխաներից, այսինքն ամուսնանալուց հետո, այդ երեխաները քեզ ավելի են սիրուն գնահատում, քան 24 ժամ նստես իրան շնչին ու ամեն դեպքում ճիշտ է առանձինն է։ Հա, մեկ էլ խանութի վլոգի տակ էի գրել, չգիտեմ կգտնեմ, թե ոչ։ Մեկ վարկյան, շատ եմ ուզում է։ Հա, այսը, Նարա Շիկեր Ջուանա, ինչա, տենց է գրած, Նարա Շիկեր Ջուան, ասում չես, ասում ոչ մի բան չկա, այդ ինչ ես ման գալիս, որ չկա, ման եմ գալիս են ինչ որ չկա, դրա համար էլ ասում եմ չկա, եթե ուշադիր նայեք, հասկնեք, որ գնացել է թթու դնելու համար պարագաներ ճարեի, այսինքն պարագաներ չէ, ինձ պետք էր ոլոր, հա, կանաչ ոլոր, այն փոքրիկները, ինձ պետք էր բամյա, որը չկար, էլի նուրբը, եւ այդ փոքրիկ գազարիկը կար, բայց այն մնացած պարագաները չկար, դրա համար ասում էի չկա։ Որ չկա, ասեմ կա, չկա։ Ու մի հատ էլ եք, նորից նույն մարդն է գրել։ Զորով են մցրել, չկա, 100 անգամ ասեցի, բան չկա, ոչ մի բան չկա։ Զորով չեն մցրել, բայց որ բան չկա, դրա համար էլ ասում եմ ոչ մի բան չկա։ Ժողովուրդ, այնքան հետաքրքիր եք դուք, լուրջ եմ ասում, այնքան ամեն ինչին կպնող եք, բոլորը չէ, 99% լավն են, բայց կա այն մի փոքրիկ տոկոս, որը որ մի րոպե ձու կնայեմ գամ, ավելի կարևոր է, քան այդ փոքրիկ տոկոսը։ Հա, ինչ է ուզում ասեի, որ եթե ձեզ դուր չի գալիս, այդ հերթեք էջը, մի մնացեք իմ էջում, ես կարող եմ 10,000 անգամ եմ ասում բան չկա, եթե ձեզ դուր չի գալիս, գնացեք, եթե բան չկա, ասում եմ բան չկա, մի խոսքով, ինչ էի ուզում ասել, իզուր ձեզ մի տանջեք, իզուր առաջ անգամ չի որ ասում եմ, իզուր մի քրտնեք, մի գրեք, ձեր ժամանակը մի տրամադրեք մի մարդու, ով ձեզ հաճելի չի, պարզապես թերթեք անցեք, չնայած ասեմ, հուշեմ, որ ձեր կոմենտարյաները ինձ ավելի շատ դիտում է բերում, այնպես չի, որ դուք ինձ վնասում եք, այ հակառակը դուք ինձ օգնում եք, որ ես զարգացնեմ իմ ալիքը, քանի որ վատ կոմենտարիա գրողների կոմենտարյաներ ավելի ալիքը բրդում առաջ, քան թե լավ կոմենտարիա գրողների։ Հեսա կգրեն ես ինչ ձևի կա։ Մի խոսքով, սիրելիներս, ինչ է ուզում ասեի։ Հիմա ասենք բուն թեմային, բուն թեման նա է, որ ես շատ շնորհակալ եմ, որ դուք ինձ դիտում եք, որ գրում եք միշտ բարի կոմենտարյաներ, շատ-շատերը ուզում եք ինձ հետ հանդիպեք, նույնիսկ առաջարկ ստացա, այստեղ ապրող Լեոնի մի կնոջից, միգուցե անունը չտամ հիմա, որ մենք հանդիպենք իրենց տանը, ինքը շատ հայկական կոլորիտով ներկայացնում է ասելով, թե իր տանը շատ գեղեցիկ հայկական կոլորիտ է, այսինքն ամեն ինչ հայավարի է սարքած եւ ինքը ինձ հրավիրեց իրենց տուն, ասել են, որ մեծ հաճույքով, ինչու ոչ, կարող ենք պայմանավորվել եւ հանդիպել, հեռախոսահամարը չի լինում YouTube-ով գրել, YouTube-ը անմիջապես ջնջում է, նա էլ է փորձել, ես էլ եմ փորձել, չի լինում, չենք կարող գրել։ Դրա համար մեյլս եմ փոխանցել եւ սպասում եմ իհարկե մեյլին, եթե հրավերը ուժի մեջ է, անպայման կպայմանավորվենք, կգնանք, ինչու ոչ։ Եվ
այսքանով երևի թե ավարտեմ այս փոքրիկ զրույցը, որովհետև անիմաստ ինձ թվում է պետք չի զրուցենք, ոչ մի թեմա չկա այդպիսին։ Ուղղակի սենց մի փոքրիկ ռուսմա մեջդ մի քիչ կուտակում էր տալիս ու ուզում ես անպայման կիսվես, եւ ես սիրում եմ ձեզ հետ կիսվել, քանի որ դուք շատ լավն եք, իրոք շատ լավն եք ժողովուրդ, ինչի համար շատ շնորհակալ եմ եւ իհարկե որոշեցի, որ միանամ ձեզ հետ կիսվեմ։ Հիշում եք, որ շկատուլկա է եղել, զարդատուփ է եղել, եկեք ցույց տամ ինչ եմ դրել մեջը։ Ինձ թվում է ձեզ հետաքրքիր կլինի եւ դրանից հետո արդեն հրաժեշտ կտամ, եթե կուզեք ձուկներ ցույց կտամ։ Բարև ձեզ, գնում եք։ Ահա։ Լունային այլը։ Հեսա կոնֆետներն եմ լցրել։ Ինձ թվում է շատ հետաքրքիր է ստացվել, չէ՞։ Վատ չի։ Ահա, այս չաղոն ստեղա քնել։ Լունա։ Լունան ինձ քնել։ Գնացիք, գնում եք։ Սունկը մրսես տենց։ Հա? No, ցուրտ է։ Կատաստրոֆ։ Միտաս։ No. Das jetzt? No. Ты меня цукер это кетас? Վրազդեք? Ձուկը համոձուկ եմ սարքել լավաշի մեջ։ Ինչ? Կերեք հետո կետակ։ Կուշտեք? Դոմա կրեմ… Հետի տոք են է ուտում։ Դնեմ հետըտ տանես։ Հա? հլարինային։ Այս կուշկորոշին չպիչեց։ Պասան, դա իլավաշին է, կանի շտաշում է։ Հա? Ոզում արել է։ Դե գնացեք եք եք ոտի։ Գնացեք եք եք։ Կյախոտ չեք։ Դե նայք, դուք գիտեք, կարամ գնեմ տանեք։ Դնեմ մի քանյակ ունեն։ Սիվա, դեմա։ Ո՞ր Das ist ein langes Ding. Чего? Дома? Что, котлет? Все. О, почки с резиной геля, жогурчики ласу. Пожалуйста. Տենց սիրելիներս, ուզում եք լավաշով այդ համու բանը ձեզ ցույց տամ, միգուցե դուք էլ ուզենաք ձեզ համար պատրաստեմ, չէ, չեմ պատրաստի ձեզ համար, նույնիսկ եթե ռուսերեն չեք հասկանում, չեք խոսում, որ գնաք ռուսական ալիք, արդեն կհասկանաք ինչ եմ գցել մեջում, կարող եք պատրաստել, շատ համով ալինում, հեսա հանեմ ու ձեզ ցույց տամ, հետո նոր ռուսական ալիքին ցույց տամ։ Ժողովուրդ պատրաստամ, նայեք, լավ կարմրացրել եմ, համով խրթխրթան ալնելով վահոտ ինչ անուշա համեցեք ուտենք գնամ ռուսական ալիքում էլ ներկայացնեմ իմ լավաշով ձուկիկը մոնտաժս անեմ ու տեղադրեմ ալիք ու ասեմ ինձ ամոթնել է լավ բան այսքան ամիս չես եղել գոնե մի քիչ ներկա գրանցի Դե սիրելիներ, շատ շնորհակալություն, որ լսեցիք, դիտեցիք,
Հուսով եմ, որ ձեր գլուխը չձանձրացրեցի, հուսով եմ, որ չհոգնեցրեցի, մի քիչ ոչ պոզիտիվ նոտա էր, մի քիչ, բայց դե ինձ թվում է դա էլ էր մի քիչ պետք, որպեսզի մարդիկ հասկանան, որ անիմաստ պետք չի հիմարություններ դուրս տալ, քանի որ ամեն մարդ մտածում է իր, որ ասում է սրտի, մտքի, հոգու չափ։ Մնաք բարով, ես ձեզ բոլորից սիրում եմ և ուղարկում եմ բաճիկ։